Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, սկզբի համար կխնդրեմ դնել ձեր լայքերը եւ գրանցվեք իմ ալիքին։ Քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնացում եք իմ աշխատանքը։ Նայեք, ժողովուրդ ջան, ուրեմն ժամանակին բողոքում եք, թե դուք կուսակցությունը էսի պասիվ է, դուք կուսակցությունը ինֆորմացիա չի տալի, ինֆորմացիոն վակուում կա, հիմա հակառակը երեկվանից նամակներ եմ ստանում, որ դուք կուսակցությունը շատ ակտիվ է, թե Facebook-յան ալիքում, թե Telegram ալիքում, այսինչ է կատարվում, կարող է ինչ-որ վատ բան է եղել, կարող է այս ակտիվությամբ շեղում են մեր ուշադրությունը եւ այլն։ Ես իհարկե մտա նայեցի Facebook-յան ալիքը եւ գիտեք ինչ կա, այն ինչը որ դուք անվանում եք տարօրինակ, դուք չպետք է ամեն ինչ նայեք դե տարօրինակությունով, ախր ես մեռել եմ, չէ՞, ասելով իմ եթերների մեջ, որ ժողովուրդ ջան, եղեք քաղաքականապես մի քիչ ավելի գիտակից, եղեք մի քիչ վերլուծող, նայեք հարցերին քաղաքական տեսանկյունից, ոչ թե տարօրինակությամբ տեսանկյունից, ժողովուրդ ջան, եւ երբ որ ես մտա Facebook-յան ալիք, այնտեղ արդեն դուք կուսակցության կողմից պատասխան կար, երևում այնտեղ էլ եք նամակներ ուղարկել, ինչա կատարվում, խեք ակտիվացե բան, եւ դուք կուսակցությունը ես ստեմիտե կդնեմ, հիմա էլ ձեզ համար կկարդամ, որ այնտեղ գրված էր, որ ոչ մի տեսանյութ պատահական չի հրապարակվում, ավելին մենք ընդհանրապես ոչինչ պատահական չենք անում։ Եվ դուք տարօրինակություն տեսնելու տեղը այս պատասխանը պետք է ընդհանրապես վերլուծեք եւ հասկանաք քաղաքական տեսանկյունից ինչ էր ուզում ասել քաղաքական թիմը, չէ՞ որ գրողը քաղաքական թիմա չէ գրե, այսինքն քաղաքական տեսանկյունից պետք է նայեք, ինչ ոնց կարելի է վերլուծել այս պատասխանը, ժողովուրդ ջան։ Օրինակ ես քաղաքական տեսանկյունից այսպես կվերլուծեմ, ես վերլուծեմ ձեզ համար, դուք ընկալեք ձեր տեսանկյունով, բայց խնդրում եմ ընկալեք քաղաքական տեսանկյունով, որ քանի որ այստեղ գլխավոր բալանիքը, որ ընդհանրապես ոչինչ պատահական չենք անում, հա, քաղաքական իմաստով, սա է նշանակում, որ քաղաքականության մեջ պատահականություններ չկա։ Եվ եթե կա որևիցե մի գործընթաց, որևիցե մի ակտիվություն, դա հենց այնպես չի։ Եզրակացություն եկեք անենք այս ամենից։ Եթե այս գործընթացը պատահականություն չի, որը որ չի կարա լինի, որտեղ սա քաղաքական է, ուրեմն որոշ քողարկված հարցեր մոտենում են իրենց տրամաբանական ավարտին։ Հասկանում եք, եւ շատ հնարավոր է, որ դրական շրջադարձը մոտիկ է։ Եթե sense վերլուծելով եթանք, ըստ տրամաբանության, ըստ իրադարձությունների ուղղությունի դրական շրջադարձը շատ հավանական է եւ արդեն սկսվել է։ Նենց որ տարօրինակություն տեսնելու տեղը եկեք լավատես եղեք եւ քաղաքականապես գիտակից։ Մի քիչ էլ համբերություն եւ իրական այս ակտիվության պատճառների պատասխանը մենք բոլորս կստանանք։ Նենց որ հանգիստ եղեք, ժողովուրդ ջան։ Վարդան Ղուկասյանի կարգավիճակը կարող է միայն փոխվել դատից է, այսինքն դատի ժամանակ, դատը եթե դեռ չի եղել, ոչ մի կարգավիճակի փոփոխության մասին, ձեր ուշադրությունը շեղելու մասին խոսք չի կարող լինել։ Իսկ ինչ վերաբերվում էր պատասխանին, ես ավելի շատ այս պատասխանի մեջ դրական բան տեսա եւ ձեզ համար վերլուծեցի, հուսով եմ ինձ հասկացաք, քան թե տարօրինակ բան։ Սա դուք կուսակցության ակտիվության մասին։ Հիմա անցնենք մեր ներսի երկրի մեջի խնդիրների մասին։ Ես տեսա, որ Սամվել Կարապետյանը հայտարարություն է արել ձերբակալների վայրից, որ շուտով կվերականգնվի Հայաստանում արդարադատությունը։ Ես ուզում եմ հենց կենտրոնանամ այս արդարադատության վրա։ Հուսանք, պարոն Կարապետյան, որ այո, Հայաստանում կվերականգնվի արդարադատությունը։ Բայց ես ուզում եմ հիշեցնել ձեզի, որ եթե Հայաստանում վերականգնվեց արդարադատությունը, իրական արդարադատությունը, որի համար որ հայ ժողովուրդը կատարել էր այդ իշխանափոխությունը կամ խավշա հեղափոխությունը ոնց ուզում եք տենց ասեք, որը որ Նիկոլ Փաշինյանը տենց էլ չկատարեց, մի խոսքով վերադառնալով, եթե այդ իրական հայամետ արդարադատությունը Հայաստանում վերականգնվի, Հայաստանի
պաշտոնյաների գեր մեծամասնությունը եւ օլիգարխների գեր մեծամասնությունը, ասենց 99.999% կհայտնվեն բանտերում։ Եվ ձեր գործընկերների, հայաստանյան գործընկերների մեծ մասը հայտնվելու են բանտերում։ Եվ ոչ միայն իրանք, այլ մեր հոգևոր դաշտի ներկայացուցիչների շատ-շատերը կհայտնվեն բանտերում, քանի որ իրանք չարաշահել են իրանց դիրքը հոգևոր աշխարհում։ Եվ մեր եկեղեցիները սարքել են բիզնես կենտրոններ, վաճառելով Աստծո օրհնությունը։ Եվ գիտեք համել ինձ համար ինչն է տարօրինակ, որ Ռուսաստանից եկած օլիգարխը, մեծ հնարավորությունների տեր մարդը Հայաստանում խոսում է արդարադատությունից։ Ինչու եմ սա ասում, որտեվ մենք բոլորս գիտենք, որ Ռուսաստանում արդարադատություն գոյություն ընդհանրապես չունի։ Вообще չկա արդարադատություն։ Եվ այդպիսի արդարադատություն Հայաստանի համար կամ Հայաստանին ընդհանրապես պետք չէ։ Մենք շատ լավ հիշում ենք, ոնց Ռուսաստանի արդարադատությունը սպանեց Լևոն Հայրապետյանին։ Այ իրական հայ բարերարին, ով ջանք ու եռանդ չէր խնայում, որ Արցախը բարգավաճի, աճի, ծաղկի, ծլի, բայց չէ, Ռուսաստանի արդարադատությունը սպանեց Լևոն Հայրապետյանին։ Բա մեզի այդպիսի արդարադատություն պետք է, որ դուք մեզի ընդեղ եք ուզում տանեք։ Եվ շատ հայեր, հնարավորության տեր հայեր, ոնց որ Ռուբեն Վարդանյանը, հա, որը մի ձերբակալված, ավելի ճիշտ առևանգված է բանում, Ադրբեջանում, ուրացան Լևոն Հայրապետյանին, հա, կարելի ասել դուք էլ ուրացաք Լևոն Հայրապետյանին, մատներին չտվեցիք, որ հայ ազգի իրական բարերարին փրկեին։ Ինչու, որտև այդ մարդը մաքուր էր, իրականությունը ասում էր, գիտեք, որ Լևոն Հայրապետյանը ասում էր, անկուշտ են սրանք, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին էր օրինակ, անկուշտ են, եկել են ասում, միլիոնատերը չէ, միլիարդատեր են դառել ու հələ չեն կշտանում, աղքատ ժողովրդի մեջ միլիարդատեր դառնալը դա ռեկորդ է, սա Լևոն Հայրապետյանի խոսքերն է, այս դրա համար էլ իրան չներվավ, որտեվ ռուսի տրուսիկ լվացողներին, հա, ինքը բացահայտ ասում էր, եւ իհարկե բա Ռուսաստանի արդարադատությունը ոնց կներեր, այս դրա մասին խոսացեք, ոչ թե եկեք, ես չգիտեմ դուք ում տեղն եք դրել իմ ժողովրդին, բայց իմ ժողովուրդը ռուսի ստրուկը չի ելնելու, մոռացեք, չի ելնելու տեսբան, մեզի ռուսական արդարադատություն պետք չի, եւ Ռուսաստանից կախվածություն ունեցող մարդիկ չեն կարող Հայաստանում արդարադատություն վերականգնեն, դա բացառված է, դա չլնող բան է, Ռուսաստանը այն երկիրն է, որտեղ որ խոսքի ազատություն չկա, խոսքի ազատության համար մարդուն առևանգում են, մարդուն ծեծում են, մարդուն ինչ ասես չեն անում, ձերբակալում են եւ երբ որ պետք է օրինական մարմինները աշխատում են, երբ որ պետք չի չեն աշխատում, մարդուն չգիտեմ, բագաժնիկն են գցում, էսի է Ռուսաստանը։ Ռուսաստանը այն երկիրն է, որտեղ որ ընդդիմադիր գործիչներին սպանում են։ Բա մեզ եզևի արդարադատություն պետք է։ Ու ընդհանրապես Ռուսաստանը այն երկիրն է, որտեղ որ Facebook-ն է փակ, YouTube-ն է փակ, բոլոր հարթակները փակ է, գիտեք ինչի, որ հանգարց իրական վերլուծող մարդու կամ իրական մարդու ասածները ներսի ժողովուրդը չլսի չիմանա, այ լսի միայն կառավարության կողմից ներդրված վերլուծությունները, կարծիքները կամ կտերը, ես դրանք կուտ եմ անվանում։ Ոնց որ այսքան ժամանակ հայազգին կուտ են տվել, էսի չլնի թուրքը կլնի։ Էնի չլնի թուրքը կլնի։ Համ էլ Գարեգինը չլնի, բանը Ստամբուլի բանը կլնի։ Սահակը կլնի։ Փաշինյանը ասма դրան են ուզում բերեն։ Է Փաշինյանն էլ հելնում է թումանդ է, իսկի այդ Սահակը չել դիմավորում Փաշինյանին։ Ասածս ինչ է, ձեր արդարադատությունը ձեզի պայք, մեզ իրական արդարադատություն է պետք, դեմոկրատ արդարադատություն է պետք,
որը որ ուղիղ ընտրությունների ճանապարհով հույս ունենա, որ հայ ժողովուրդը կգտնի այդ լիդերին, իրական հայամետ լիդերին, ոչ թե Ռուսաստանից կախվածություն ունեցող մարդու, կբերի եւ կնշանակի իր գլխավոր հրամանատար։ Եվ այդ մարդը վերջապես կվերականգնի Հայաստանում արդարադատությունը, բայց մեզի ռուսական արդարադատություն հաստատ պետք չի եւ ռուսական մտածելակերպ էլ պետք չի։ Մեր ռուսակը ինչը որ Հայաստանում վատ կա, վատ ներդրված, դա հենց սովետական ժառանգություն է գալի։ Բանակում վատ վարքերն էլ են սովետական ժառանգությունից գալի։ Հոգեպես կոտրված զինվորների ինքնասպանությունների եւ սպանությունների գլխավոր հեղինակը ռուսական վարքերն են ու դասերն են, հա։ Հիմի հատուկ, քանի որ հասանք բանակին, հատուկ դիմեմ Հայաստանի զինված ուժերի գեներալներին, մանավանդ այն գեներալներին, որոնք որ երկար տարիներ հենց գեներալ եղել են, սենց ու սենց գալիս են։ Ես ձեզ ուզում եմ ասեմ, լսեք, ուրեմն այդ ռուսական ներդրված այդ ծրագրով, հա, այդ չգիտեմ, ձեդավշինա, մեդավշինա, եսի միտև անիմաստ բաներով, դուք քանդեցիք մեր բանակը ու ձեր մեջ մի հատ պլորով տղա չկար, որ հելներ այդ ամեն ինչը փոխեր եւ հայկական զինված ուժերին դներ ճիշտ ուղղության վրա, որ հայկական զինված ուժերի զինվորը հանգարց հոգեպես չկոտրվեր, հոգեպես, որ դուխը միշտ տեղել ներ։ Դուք նայեք, դուք շատ լավ իմանալով այդ մեր հոգեբանությունը, տրամաբանությունը, հայի մտածելակերպը, դուք ոչ մի քայլ չարեցիք, որ Հայաստանում այդ ձեդավշինը ասած գցենք, այդ նոր եկած տղու են 18 տարեկան տղուն, չնեղեն, որ չուղարկեն բան ընդ, չգիտեմ, ծեծելով բան զուգարան մաքրելու, շատ լավ իմանում եք, որ մեր մենտալիտետի մեջ, հա, էդի մենք հենց այդքան չենք զարգացել, որ Ամերիկայի նման զորքեր ունենք, որ գրուպեքով ամեն մեկը կատարի իր մակրությունը, չեսնի բան, հա, ոնց որ պետք է, ու դրա մեջ ամոթ բան չկա, որ մարդ ամեն մեկը կատարի իր մակրությունը, իր մաքուր տեղ ապրի, այդ նու ոնց որ բանը, չգիտեմ, հայատդ մաքրես, ասես մաքրում ընկեր դու վատ տղա ես, բան։ Ոբշեն, բայց իմանալով այդպիսի նրբություններ, որ կան մեր բանակում, ձենից ոչ մեկը ոչ մի քայլ չարեց, որ հանգարց այդպիսի բաներ մեր բանակում չլինեն, որ ինչ որ մեկին չնեղեն, այդա զուգարան մաքրի, հոգեպես կոտրվի, հետո ավտոմատը տակ ձեռը ղրգեք բան, դիրքեր, հետո այդ ղրգողներին դիրքերում բռնի ինքը մորմշանի ավտոմատով, մի 10 հոգու փրթի թափի միան, վերջում էլ իրան խփի, այդա։ Հա, դուք ոչ մի քայլ չարեցիք, դուք անփույթ մոտեցաք մեր բանակին, այսինքն եթե դու մոտենում ես անփույթ, դու այդ նույն ձև անփույթ մոտենում ես Հայաստանի պաշտպանությանը։ Ու այդ ձև դուք վարի տվեցիք մեր բանակը։ Այդ դրա համար էլ կատարվավ մեր պարտությունը։ Ու ձեր փնթիությունը երևաց ամենտեղ, երբ որ կռվի ժամանակ տղեկին թողում էիք ու փախնում էիք, թե լինեն հրամանատարներ, թե լինեն գեներալներ, որտեղ ձեր ուշք ու միտքը եղել է, գիտեք ինչը, թալանենք ախպեր մատեն ящик է, Հայաստանում չգիտես ինչի բանա, մոդա է, ինչ որ մատեն ящик առնեն, ծեև գույնի, նստեն մի հատ էլ կողը մի հատ բան կպցնեն դնեն, մատքած բերեն դնեն, կողները այդ հանգ դոմփեն գանք, այդ հանգ դոմփեն գանք, մենք լավ տղա ենք, բա գեներալա, փորը այսքան, վիզը այսքան ու այդձև թուրքն էլ հենց կրակեց ինքը փախավ առաջինը ոչ մի գործողություն չի ունեցե դենց ասած էֆեկտ լավ էֆեկտ հա ինչ որ հաջողություն ոչ մի միսիա իր հաջողությունը չի ասե ձեր անգրագիտության համար դուք մի հատ ընդամենը հարց պետք է լուծեիք բանակում որ գցենք զուգարանը գար մաքրել մակրողը իմանալով որ մեր մոտ չի ընդունվում գոնե ժամանակավորապես միջև մարդկանց գիտակցությունը այնքան բարձրանար որ պետք է ամեն մեկը իր կեղտոտածը մաքրի օրինակի համար դուք տենցել այդ հարցը չլուծեցիք դուք կարող եք լուծել եւ այդ ամենը հենց ձեր ուսերին էր այդքան փնթի եք եղել եւ այդ արդարադատություն ասվածը եթե մի օր վերականգնի ոչ թե իրանց ուզած արդարադատություն որովհետեւ մենք գիտենք որ իրանք ռուսական արդարադատությունն էին ուզում այ իմ ասած արդարադատությունը եթե մի օր վերականգնվի դուք էլ եք կանգնելու պատասխանատվության եւ ձեզի ես ուզում եմ հիշացնեմ այն որ մեր երկիրը թալանել են Սերժը Քոչարյանա Լևոնա ամի չգիտեմ ստե ինչ հանում Նիկոլը ու ինչով ազգավ այս ամեն ինչը ձեր վզով է որտեվ դուք եղել եք մասնակից այս ամեն ինչի եւ դուք եք այն մարդը ով պետք էր
ժամանակին, որ թալանվում էր մեր պետությունը, հա, դառնում էին սրանք միլիարդ հատերեր, ուտվում էր բանակի փողերը, դուք պետք է մտնեիք եւ ռազմական հեղաշրջման տեսքով կամ ուժով, զենքի ուժով փրկեիք մեր երկիրը։ Բա դուք ում համար եք, եթե չէիք փրկելու մեր երկիրը։ Ում համար եք դուք։ Պարզվա ոչ Թուրքի դեմ եք մի բանի պետք, ոչ երկրի ներսում եք մի բանի պետք։ Դուք այսպիսի գեներալներ եք եղել։ Հաս փորերով, մա ձեր նկարները նայեք։ Ինչ որ լիքը մեդալներով, որին դուք արժանի չեք, կողից մեկը տենակ իմանա Բերլին դուք եք վեկալե։ Անիմաստ ինչ-որ մեդալներով, բայց բանակի մեջ 0 բարեփոխում 30 տարում դուք ինչ եք արել, բա ես որտեղ հետ խոսում եմ բանակում բացի ծեծ ուտելուց, հա, այն այդում ես մունատ գալ ծեծ ուտել, չգիտեմ, տարել եք տուն եք սարքել տվե մարդկանց, գիշեր ցերեկ մունատ գալով, մարդիկ ընդ իրար մեջ կռիվ են արեց, ով ինչ բանը, ով պետք է մաքրի, ով պետք է չմաքրի, այս բոմժ վիճակով դուք բանակ եք բայ, ու այս բոմժ վիճակով ուզեցել եք, որ թուրքը մեզի վրա չտա։ Դուք տենց էլ չհասկացաք, որ կոտրված հոգով զինվորով ձեր տունը չեք պարապահեք։ Ու տենց էլ չհասկացաք եւ մնացածին էլ չկարողացաք բացատրել որպես գեներալ, որպես բարձրաստիճան պաշտոնյա, որ կոտրված հոգով զինվորը չի կարա քո տունը պահի եւ այդ կոտրված հոգով զինվորի պատճառով էլ թուրքը գալու է մտնի տունդ, հա, ու կնգա շինի։ Դուք դենց էլ չհասկացաք այդ բանը։ Գիտեք ինչ, որտեվ ձեր բանին չի եղել, տամբուլին չի եղել, դուք ասել եք մենք թողենք այդ հանք ախպեր, մենք հնարավորություն ունենք, փող ունենք, դիզիկ փախնենք առաջինը այդ հանք։ Դուք էս եք եղել հայոց բանակի մեծ մաս գեներալներ, իհարկե մեջները լավ մարդիկ եղել են, որոնց ուժը չի պատե, քանի որ ձեր նման մոլախոտները շատ են եղել։ Ես ցավում եմ, բայց դուք բոլորդ չգիտեմ, դուք գիտեք, որ բանակը ձեր տեղը չի, եկեք sense նուրբ լինեմ։ Այսօր այսքանը ժողովուրդ ջան, ստեսություն, հաջողություն եւ ամեն մի հիշեցնեմ ամեն անգամ, որ ռասի տված կտերին չուտեք, մենք ռասի ստրուկը չենք, մենք անկախ երկիր ենք, պետք չի, որ մեզի գան ասեն, թե ինչը ոնց պետք է լինի, ռասի տրուսիկ լվացողները, թոյթան իրենց ռասաստաններում ապրեն, Հայաստանում տեղ չունեն, որտև ինչը վատ կա, հենց ռասից է գալի, ռուսը Հայաստանում տեղ չունի։ Խոսքը պետականության մասին է, ոչ թե մարդու։ Ստեսություն, հաջողություն։